Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը ազգային ժողովի 23-րդ նիստումը քննարկվել են կարևոր ազգային ու միջազգային հարցեր։ Անի պատմական կամուրջը որպես պատմական արդարության խորհրդանիշ Մասիս Ինջիջյան, Բունդեսթագի պատվիրակությունը Քեցալահայերի ցեղասպանության զոհերի հուշահամալիր, CSI-ը ՄԱԿ-ում պիցերցրալը Արցախա հումանիտար ճգնաժամին հարցը, Քրիս Բոհջալյանը հայկական ինքնության ու ընտանեկան ժառանգության մասին, պատմական արդարությունը աշխարհաքաղաքական պայքարի հարթակում Աշոտ Արևմտյան Հայաստանը բազմաշենշենի հայկական ընտանիքը 20-րդ դարի սկզբին, Հայաստան պետ տորնը մց հայրենադարձությանը նվիրված ցուցահանդես։ 2026 թվականի հուլիսի 1-ին առցանց ձևաչափով Արևմտյան Հայաստանը ազգային ժողովին 23-րդ նիստն է իլարվել է նախագահալա Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը։ Նիստի մասնակցան ընտրված 52 պատգամավորներն 19։ Նիստին վաղտը միաձայն հաստատվալը օրակարգը, բացման խոսքումա Արմենակ Աբրահամյանը անդրադարձալը օրակարգային կարևոր հարցերին, առանձնացրելով Իսրայելի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լուրը, վերելայն արձագանք հաճարել հայկական հանրային ու քաղաքական շրջանակներում։ Ինքնավեն Կիպրոսի Հանրապետության պատմական դերակատարությունը հիշեցնելով վեր առաջին պետությունն այլել վերը պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Օրակարգի շրջանակում ներկայացվել նաև Արևմտյան Հայաստանը պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի առաջիկա նիստերին։ Ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը տեղեկացրել էր ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների հարցերով հանձնաժողովումը նախատեսված է Արմենակ Աբրահամյանի ելույթը վերին վաղտը ներկայացվելուն Արևմտյան Հայաստանը բնիկ հայերի իրավունքներին վերաբերող հարցերը։ Նիստը բրցնելա պատգամավոր Մասիս Ինջիջյանը հանդես եկալ անի նվիրված հուզիչ խոսքավը ընդգծելով հայոց հնագույն մայրաքաղաքի պատմամշակութային բացառիկ նշանակությունն յուրամնային տեղը հայ ժողովրդի ազգային հիշողության ու ինքնության մեջին։ Նիստը ամփոփալա Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը կարևորելով ազգային օրակարգի շուրջ միասնական գործերը ու միջազգային հարթակներում հայկական շահերի հետևողական ներկայացումը։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի 23-րդ նիստումը պատգամավոր Մասիս Ինջիջյանը հանդես եկալ անի պատմական կամրջի վերականգնման մասին ծավալուն ելույթով, անդրադառնալով դրան պատմական իրավական մինգեր քաղաքական նշանակությանը։ Ինքը հիշեցրել ավեր 2026 թվականի մայիս ամսը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքին գագաթնաժողովին վաղտը Հայաստանը Հանրապետությունն ու Թուրքիան ստորագրալն անի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ արձանագրություն։ Ըստ պատգամավորին թեև նախաձեռնությունը ներկայացվում է որպես խաղաղության, զբոսաշրջության տնտեսական համագործակցության խթան, բայց կարել չի դիտարկվել պատմական արդարության համատեքստատյուս։ Մասիս Ինջիջյանը նշալավեր թուրք պաշտոնյաների հայտարարություններում անի ներկայացման որպես Անատոլիայի առաջին թուրք իսլամական քաղաքը, ինչը իրեն գնահատում է արտացոլման Թուրքիայի պետական պատմական քաղաքականությունը ու անտեսման քաղաքի հայկական ինքնությունն ժառանգությունը։ Իրեն ելույթում պատգամավորը շեշտել անի պատմական կամուրջը պրոստը ճարտարապետական կառույց չի, խորհրդանիշը հայկական հայրենիքի բաժանման, հայերի ցեղասպանության հետևանքների ու պատմական անարդարության։ Իրեն համոզում է կամրջի վերականգնումը պիտի իրականացվի պատմական ճշմարտության, մշակութային ժառանգության, պահպանման ու հայ ժողովրդի իրավունքների ճանաչման սկզբունքների հիման վրա։ Ամփոփելով պարոն Մասիս Ինջիջյանը ընդգծել ավեր Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը շարունակելու է հետևել գործընթացներին ու իրավական հարթակներն պաշտպանելու հայ ժողովրդի պատմական ու մշակութային իրավունքները։ 2026 թվականի հունիսի 30-ին Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր պատվիրակության ղեկավար Հովհաննես Ֆոլկամնի գլխավորած պատվիրակությունը Քեցալահայ Երևանացի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ընտիրալ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմարգարակին կողքին մի րոպե լռությունով հարգալն ամեղ զոհերի հիշատակը ու այցը եւս մեծ ընդգծումա պատմական հիշողության պահպանման, մարդկության դեմ գործված հանցագործությունների դատապարտման, միջազգային համագործակցության կարևորությունը, ցեղասպանությունների կանխարգելմանը, պատմական արդարության հաստատման գործին մեջին։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդումը հանդես եկալ հայտարարությունով ուշադրություն հրավիրելով Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վրա։ Կազմակերպությունը դատապարտել Արցախի հայ բնակչության բռի տեղահանումը որակել որպես էթնիկ զտումների հետևանք։ CSI-ը նաև ընդգծել էր Բաքուն կատարում միջազգային դատարանի որոշումները տեղահանվածների անվտանգ ելնալու հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ CSI-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը կոչ արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին նախաձեռնել հավաք առաքելություն միջազգային իրավունքի հնարավոր խախտումների ուսումնասիրելի ու դրանց վերաբերյալ զեկույց ներկայացնելու նպատակով։ Սրտի պատրաստակամությունը A Willingness of the Heart հոդվածում ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը կիսում է ընտանեկան հիշողություններով ու հայկական ինքնության մասին իր մտորումներով։ Հեղինակը պատմում է իրան մորաքրոջը Ռոզմերի Մյունխի մահվա մասին, վերը վերջին կենթանի կապնալել իրան ներգաղթյալ հայ տատիկ պապիկներին հետ։
Բոհջալյանը հիշատակում է վերյուրանախնիները ցակմավ Կեսարիայից ու Կոստանդնուպոլսից ելալ, իսկ իրենց կյանքնապատմությունները կարևոր դեր են ունեցել իրան ինքնության ու ստեղծագործական ուղուն ձևավորման գործում։ Հոդվածը նվիրված է հայ-ամերիկյան ժառանգությանը, ընտանեկան հիշողության պահպանմանն, սերունդների միջին պատմական կապի կարևորությանը։ Իսրայելը կողմից հայերի ցեղասպանության ճանաչման մասին վերջին հայտարարությունները լայն քննարկումների տեղը քննվել միջազգային քաղաքական շրջանակներում։ Եթե տարիներ շարունակ Թել Ավիվը խուսափել Իսրայելի նման քայլից, Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները հաշվի առնելով, ապա թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին է դիրքորոշումը ըստ մի շարք փորձագետների վերանայման փուլ է մտալ։ Վերլուծաբանների կարծիքով պատմական արդարության հարցը կարող է օգտագործվել նաև որպես աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Միաժամանակ նշվում է հայաստանապաշտոնական դիրքորոշումը շարունակում է մնալ զուսպ, հաշվի առնելով տարածաշրջանային հավասարակշռությունը, Թուրքիա-Ադրբեջանի, Իրանի ու Իսրայելի միջև առկա հարաբերությունները։ Փորձագիտական շրջանակներում ընդգծվում է հայերի ցեղասպանության ճանաչումը պիտի դիտարկվի ոչ թե որպես քաղաքական հակամարտությունների ժամանակավոր գործիք, այլ որպես պատմական ճշմարտության ու արդարության հաստատման կարևոր քայլ։ Վերը չպիտի դառնա միջազգային քաղաքական առևտրի առարկա։ Լուսանկարում պատկերված Արևմտյան Հայաստանը բազմաշենչի հայկական ընտանիքը վերի լուսանկարը ըրվալա 20-րդ դարի սկզբին մոտավորապես 1902 թվականին։ Պիտի վերականգնենք Օսմանյան կայսրությունում հայերի առօրյա կյանքի մշակույթի պատմական հիշողության էջերը։ Լուսանկարին կնգանը գլխեն ըրվամա արևմտահայ շենի ավանդական գլխազարդ, Պերաննան կզակը ծածկող վարակույրը, վերը բնորոշալ էր այդ շրջանի փսակված հայ կնանոցը ավանդական տարազին։ Արևելյան Հայաստանում պատմության թանգարանում պետվալա Հայաստան բաց դուր ժամանակավոր ցուցահանդեսը նվիրված 1946-ից 1949 թվերի մց հայրենադարձության 80-ամյակին։ Ցուցադրության միջոցով ներկայացվում են շուրջ 90,000 հայրենադարձների պատմություններ, փաստաթղթերի, նկարների, վավերագրական նյութերի, անձնական իրերի միջոցով։ Պետման արարողության վաղտը հետազոտող Տիգրան Պասկեևիչյանը նշալ է վեր հայրենադարձության պատմությունը երկան տարիներ մնացած այլս տվերում։ Սորել արժանի տղազբաղեցնում ազգային հիշողության մեջին։ Ցուցահանդեսը գործելու է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։